Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգել երուսատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ Դավիթ Կարապետյանը, շնորհակալ եմ պարոն Կարապետյան, մեր հավելումների Գանք սկսենք եկեղեցու շուրջ տեղ ունեցող շարունակվող գործընթացները, հա, այս իշխանությունները սկզբում հայտարարում էին, որ իրենց գործողությունները եկեղեցու դեմ չէ, բայց երեք մի հետաքրքիր այսպես փաստերի շարադրման հանդիպեցի, որ տեսնում ես ինստիտուցիոնալ իմաստով հենց եկեղեցու դեմ էր, դպրոցներից հեռացում այդ առարկայի հողային իրավունքներից զրկումը եկեղեցու պաշտպանության նախարարի որոշումը գնդերեցների ծառայությունը լուծարելու եւ փաստորեն հիմա մենք հասել ենք մի վիճակի, որտեղ Վեհապար Հայրապետը որոշում է կայացրել, օբյեկտիվ հիմնավորված որոշում, որ այսինչ հոգևորականը կարգալույծ է, արդեն փաստորեն դատարանները դարձել են հոգևոր կարգ հաստատող, հա։ Սա միջև ուր կարող է հասնել։ Առաջին փուլում դե մենք նախորդ անգամ էլ միասին քննարկեցինք, մեզ համար տեսանելի էր, որ 2025-ը իրենց համար անհաջողությամբ է ավարտվելու, իրենք չեն կարողանալու հասնել են նպատակին, որ ամանորն առանց Վեհապար Հայրապետի, հիմա ուր են տանում եւ ինչ ինտենսիվությամբ կշարունակեն։ Դե տեսեք, նախորդ մեր զրույցը, այո, ոչ շատ վաղ անցյալում էր ու մենք տարածիորեն ֆիքսել ենք այս բոլոր այն ինչ որ հիմա տեսնում ենք, որ այդ տրամաբանորեն գնում է դրանց ու առանց կոնսպիրոլոգիական տեսությունների ասել ենք հավանական սցենարները։ Շատ ճիշտ նշեցիք, որ ամբողջ իշխանական հնարավոր մեխանիզմներն ու գործիքները օգտագործվում է հատկապես իդեմս իհարկե ներկայացվում է որպես անձնավորացված վեհապարի հանդեպ գործողություն, բայց փաստը որ դա ուղիղ ուղղված է եկեղեցուն եւ գիտենք որ նախատեսվում էր հասկանալի պատճառներով որ պետք է Շվեյցարիայում տեղի ունենար նիստը եւ պետք էր մի հատ լավ հանգամանք առիթ ստեղծել, պատե կամ ոչ պատե, այնպես անել, որ այդ ժողովրդական լեզվով ասած պրավալի ենթարկեն, իրենց մոտ ստացվեց։ Դա ինչ անել, քննչական հրավիրել տարբեր եպիսկոպոսների, հա, որոնց արգելանք դնել մուտքի ելքի վիզաների խնդիր ստեղծել, առհասարակ երկրից բացակայելու խնդիր ստեղծեն եւ այդ կոմբինացիան կիրառեցին։ Իհարկե դա Եվս մեկ ցուցիչ է եւ եւս մի հատ լուրջ խնդրեմ է բառացիորեն Նիկոլ Փաշինյանի վզին, որովհետեւ վաղը մյուսօր, երբ որ իշխանություն փոխվեց, պարզ է, որ գալու է մի իշխանություն, որը ասելու է հլա արի տեսնենք այդ որ մի օրենքի շրջանակներում դու արեցիր կամ որ մի օրենքը կար ձեռքի տակ որպես գործիք, որը որ հագասահմանադրական կարող է լիներ, բայց դու հարկ համարեցիր, որ դա անես ու տագից դուրս ես գալու, որովհետև չկա գետ մեկ օրենք, որը որ կշրջանցի սահմանադրության այն հոդվածներային կետերը, ըստ որի որ եկեղեցին անջատե եւ եկեղեցու ներքին գործային միջամտելը դա հագասահմանադրական է։ Պարոն Կարապետյան, ներողություն, լավ, շարունակեք նոր հարց։ Այդ մեկ, երկրորդ հանգամանքը, այո, որոշումներ են լուծարում, որը դեռևս Վազգեն Սարգսյանի ժամանակ որոշում է եղել, հա, գնդերեցների մասով, այդ էլ հասկանանք, որ փորձում են էլի եկեղեցին անջատեն ու շատ հետաքրքիր մի հատ իրավիճակ են ստեղծում, որ ասում են դե եկեք ծառայեք որպես քաղաքացիականներ, այլ ոչ թե այսին հոգևոր ծառայություն իրականացնել, ընդ որում մենք գիտենք ինչքան գնդերեցներ զոհվեցին, նաև նահատակվեցին պատերազմի ժամանակ եւ այդ ինստիտուցիոնալ այսպես կառույցի լուծարումը եւս տանելու է մի հատ ուրիշ փակուղ։ Դեռ նկատենք դա ապօրինի որոշում է, որովհետեւ առանց Վեհապարի այո որոշման դա չի կարող իրականացնել։ Եթե ավելի հագիրճ ձեր հարցին պատասխանեմ, ստացվում է, որ ես ուզում եմ տեսնեմ գետ 1
դադավորի դեմքը, ով որ ընդունում է գործի վարույթ, որը վերաբերում է եկեղեցուն։ Այսինքն օրինակ կարգալույծության հետ կապված դատական process-ներ։ Ես ուզում եմ ընկալեմ այդ իրավական համակարգում դադավորը ինչ դերակատարություն է ունենալու մեկ եւ ինչ է որոշելու, որովհետեւ դա իր որոշելիքը չի։ Այսինքն ոնց որ տպավորությամբ որ նույն դատարանում ես եւ դուք կարան գնանք, ասենք մենք էլ այսօրվանից որոշել ենք arczepiskopos դառնանք, դատական հայցով մենք տալիս ենք, որ մեզ հնարավորություն օրենքը ստեղծի, հետեւաբար դուք էլ բարձրագույն իրավական ուժ ունեցող կառույց, դուք պետք է մեզ այդ տեսակետից նայում ենք Արմանին Սարոյան, Մասացոտնի թեմի նախկին առաջնորդին, այսինքն Հայաստանում կարծում 100,000-ավոր մարդիկ կան, որ Արման Սարոյանից առավել բարոյական են, առավել հոգևոր են, առավել նվիրված են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հիմա այդ հատկանիշները կարելի է վերցնել, փաստաթղթավորել, տանել դատարան, ասել ախպեր, եթե դու իրան տվել ես սրբազանի կոչում, մեզ էլ տվեք։ Եվ երկրորդ անտրամաբանական շղթան, էլի, հիմա այդ նույն դադավորը ինչ դեմքով պետք է որոշում կայացնի եւ ինչ օրենքին հղում տա, ասենք պրիմիտիվ հարց ենք տալիս, չէ, ասենք դուք ձեր իրավական ընթացակարգով է որոշվել այս մարդը կարգալույծ է լինում, թե ընդհանրապես նշանակվել է որպես եկեղեցական։ Ոչ, ով է դա արել մայրաթոռը։ Հետևաբար այդ ֆունկցիան, այդ իրավական process-ը գեներացնում է բացառապես մայրաթոռը։ Հիմա դուք ոնց կարող եք ինչ-որ մեկին նշանակել, ինչ-որ մեկին հանել կամ վիճարկել կամ տա։ Եթե որպես ՀՀ քաղաքացի եկեղեցականը ինչ-որ հակաօրինական գործողություն արել, դա ուրիշ հարթության մեջ է, թե հանցանք կա։ Այդ դեպքում դու ենթարկվում ես ներպետագոն օրենսդրությամբ դատական որոշակի իրավական ակտերի, որ քո վրա կիրառ են, բայց դու այս դեպքում դու ինչ գործ ունես ներեկեղեցական, սա աբսուրդի մարազմի ժանրից բան ենք խոսում։ Բայց տեսեք, սա կարծեք թե վկայությունն է այն բանի, որ իշխանությունները պարտվել են եկեղեցու վերնախավում ազդեցության իմաստով, բացատրեմ ինչու։ Ինչ եմ այսպես ասում։ Որտեվ պատկերացեք իշխանություն, որը վստահ է, որ եպիսկոպոսալ ժողովում ունի մեծամասնություն, ինչի պիտի արգելի վեհապարին կամ մնացած բարձրաստիճան հոգևորականներին գնալ մասնակցել այդ ժողովին։ Դա նշանակում է իրենք այլևս արձանագրել են, որ եպիսկոպոսած դասի մեծամասնությունը իրենց դեմ է, այսինքն իրենք չունեն այնտեղ մեծամասնություն։ Շատ տրամաբանական բան եք ասում, համակարծիք է։ Մեծ մասով սա իր պրավալն է ժողովրդական լեզվով ասած։ Սա պրավալ է, դրա համար եմ ասում, հիմա ինքը ինչ հնարավոր գործիքակազմ ու մեխանիզմ ունի կիրառելու է իհարկե հակասահմանադրական ցանկացած մեթոդով ու եղանակով։ Ուրիշ բան, որ հիմա դեռ մարսում է։ Հիմա մենք մարազմատիկ պարադոքսալ բաներից ենք խոսում իրականում։ Մենք չենք էլ զարմանում, իհարկե հասարակության adekvat հաստվածը զարմանալու։ Սա գիտեք ինչ է։ Սա կամ մեզ հիմար ապուշի տեղ են դրել, կամ շարժվում առաջնորդվում են լսարանի տգիտության կանխավարգածով։ Ուրիշ տարբերակ, ուրիշ ձևակերպում ես այստեղ ու նման անհետետ մտորումներ, չգիտեմ, ձևակերպումներ, որ գցում են մեյդան, այսպես ասած, հենց դրա վառ ապացույցն է, հա, ինչ որ արհեստական խնդիրներ են ստեղծում, ցույց են տալիս, որ չգիտեմ, այդ տեսեք Արշակ Սրբազանի հետ կապված զավեշտի ժանրից բան ենք իմանում, հա։ Այդ մարդուն համարյա կես տարի փակել են, բայց գործի մեջ կարևորագույն հանգամանքը կորել է։ Ծխել են։ Դե չենք կարա ագամա ծիծաղում ենք։ Եղբայր սա Հերոստատողներն ասենք, որ այդ կարված գործում որպես ապացույց իրեն եղել է մարիխուանա, ու այդ մարիխուանան անհետացել է, որտեղ ծխել են մարդիկ։ Դա չի կարող անհետանա, հասկանում ենք, չէ՞ ինչի մասին ենք խոսում, դա ոնց կարող անհետանա։ Պարոն Կարապետյան, տեսեք, բոլոր այս գործողությունները, որքան էլ Նիկոլ Փաշինյանը իչարս է այս ամեն ինչը նախաձեռնել, բայց այս նախաձեռնությունը ի վերջո բարուն է ծառայում։ Ինչու՞, որովհետև մենք մեր հասարակությունը կարծեք թե ֆիլտրվում է, որովհետև մինչև այս մենք չգիտեինք, որ կա դատավոր, որը կարող է այնպիսի կապ չունենալ իրականության, իրավաբանության, բարոյականության հետ, որ կարող է կայացնել որոշում, որի հիմնավորումը չունի։ Մենք տեսանք, որ ունենք, չնայած այդպես չի, որ միջև էդ էլ վարկանիշը բարձր իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բայց տեսանք, որ այդտեղ ընդհանրապես կարմիր գիծ չկա, այսինքն եթե նույն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Փաշինյան հրանգի իրենց ծնողներին, հա, բռնության ենթարկել, իրենց մահացածներին գերեզմաններից հանել, բերել քնչական գործ կարել, կանեն, ես վստահ եմ։ Բայց սա վատ է, սա որ կա, բայց լավ է, որ ֆիքսվում է, որ կա,
Այսինքն երբ որ կա ախտորոշումը, հույս կա որ բուժում էլ կգտնվի։ Բայց այդտեղ մի վտանգ եմ ես։ Հա, շատ ճիշտ եք ասում, ավելին ասեմ, տեսեք, այն մտահոգությունը, որ հասարակության սթափ զանգվածը ունի, այո, բայց այստեղ նաև կա ֆոբիան, որովհետև բառացի, սա խոսում է նրանի մասին, որ ցանկացածի հետևից գալու են, հերիք չի որ հետևից են գալու, մտնելու են տուն։ Այսինքն տան անդամներ մեր ու մանուկ չեն նայում։ Այս դրամա եւ երկրորդ հանգամանքը։ Տեսեք, երբ որ դուք այդ մասին արձանագրում եք, իմ մոտ ագամա հիշողությանս մեջ հա այսպես զրնգում էր հետեւյալը։ Ասում էր կա մի դադավոր, որ իմ ասածը չի անի։ Հիմա տեսեք, եթե չեմ սխալվում, Մասիս Մելկոն, հա, Մելկոնի։ Կա դենց դադավոր, որ անում է։ Հիմա գերծանրաբեռնված է, ուզում են հասկանան, որ դադավորը օրինակ կվստահվի այդ գործը անելու։ Բայց փաստը այն է, որ մարդը շանտաժը, ուլտիմատումները, ցանկացած գործիքակազմ օգտագործելու է իր նպատակին հասնելու համար։ Նորից եմ կրկնում, այստեղ միագին մտահոգությունը, որքան էլ այո ֆիլտրվում է ձեր ասած, բայց այստեղ նաև մտահոգություններն է ավելանում մարդկանց մոտ։ Այն մարդը, որը որ գոնե չի համակերվում, չի հանդուրժում, բայց ունի նաև adekvata, որ ինքը նաև մտահոգություն ու վախ ունի, ելնի այդ ամեն ինչի մասին բաց այդ խոսի, որտեվ ժողովրդի լեզվով ասած իր հետևից են հաջորդը գալու։ Հիմա յուրաքանչյուրս ունենք, չէ՞, այդ մտահոգությունը։ Հիմա տեսեք, ընդհանրապես ես չեմ սիրում նման օրինակներ բերել, բայց հայտնի դեպք կա, հա, տղաների այդ ոդքասթի ժամանակ, երբ որ Բարսաստիճան ղեկավարը առաջնահերթ ինքնա թույլ տալի Շան Լագոտը անվանում տղեկը ժողովրդական լեզվով ասած աբարոտկա են անում ու այսօր իրանք նստած են, բայց դատական process-ին օրինակ չի ներկայանում, ով որ առաջինն է նման, հա, բառապաշար ու լեքսիկոն օգտագործել ու այսօր դրա համար եմ ասում, ցանկացած իրավիճակում, քանի իշխանությունը իրան ձեռքում է, ցանկացած սցենարի ականատես կարող են դառնալ։ Հիմա ընտրություններին մնացել են, եթե արտարդ որևէ բան տեղի չունենա, 4 ամիս հերթական ընտրությունների 7-ին, չէ՞, կարծես։ Այո, անդիմադիր ուժերը վերադասավորվում են, չգիտեմ, ինչ-որ քննարկումներ են գնում միավորման։ Դուք որպես նաև այսպես օբյեկտիվ դիտորդ կողքից, հա, որ իրավիճակի նայեք։ Ինչ իրավիճակ ունենք անդիմադիր դաշտում ձեր գնահատմամբ, ինչպիսի ուժեր կարող են մասնակցել եւ այդ մասնակցողներից որոնք հնարավորություն ունեն հանրության ինչ-որ աջակցություն ստանալ, անցնել խորհրդարան, որովհետև այս պահի դրությամբ մենք հասկանում ենք, որ ինչ-որ կոալիցիոն բան պիտի լինի եւ կոալիցիա կազմի։ Ենթադրելի է, որ կոալիցիա։ Եթե դուք իմ կարծիքն եք ուզում լսել, ես էլի փորձենք առանց վանգայությունների, որովհետև գիտեք, ինչ ռասկլադներ է փոխվում մանավանդ վերջի պահին, քաղաքականությունը։ Այս պահի տվյալներով է։ Տեսեք, այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ այսինքն հանրությանը ներկայացված 2-3 ուժ կա, որոնք որ հնարավոր է հետագայում կոալիցիոն որպես մեկ միասնական ուժով ներկայանան, խոսքը Հոյդա Քոչարյան միավորումն է, որը շանսեր ունի բավականին, երկրորդը դա մեր ձևովն է, որը կարծես թափ է հավաքում, իհարկե այստեղ իրենք ոչ բացառել են, ոչ հաստատել են, որ միավորման հնարավորություն կա, բայց այդտեղ էլ շատ կարևոր հանգամանք կա, թե ինչ լիդերով են իրենք գալու։ Որը դեռ հայտնի դառնա։ Հա, որը դե իրենք ասին ինտրիգ ենք պահում, հիշում եք։ Հիմա բայց այդ ինտրիգները կարելի է ինչ որտեղ չագերտ բացել, որովհետև ես կարծում եմ, որ դա մեր պատկերացրած եւ իրենց հրամցրած ինտրիգը չի լինելու, որովհետև ավելի քան վստահ եմ, ավելի շատ գիտենք ով պետք է լինի, ով չէր կարող լինել օրենքի տեսանկյունից չէր համապատասխանում, խնդիր կար, ում հավանական անունը պետք է շոշափվեր եւ ով կարողա լինի։ Եվ այս համատեքստում այդտեղ եթե խոսքը վերաբերում է այդ երկու հիմնական առաջնահերթ դիտարկվող ուժերը իրենց միավորումը, այստեղ հասկանալի է, որ որքան էլ ինչքան էլ ասեմ, որ լիդերի հանգամանքը կարևոր չի, ժողովուրդը վստահեցնում եմ լիդերով է նաև նայելու, ինչքան էլ դու ֆինանսական միջոցներ, փորձես լավ կադրային քաղաքականություն ցույց տաս, որ դու ունես կոմպետենտ մասնագետներ քո թիկուն, որ անզգուշակցություն չի եւ այլն։ Այստեղ նոր ուժեր կան նաև, որոնք որ հիմա դասավորվում են, վերադասավորվում են, փորձում են քաղաքականության մեջ այսպես ճիշտ դիրքավորվեն Թաթոյան Դաշինք Շանտի հետ, Նայիրի Սարգսյանը կարծում եմ հայտ կներկայացնի, աուդիտորների պալատի նախագահան,
ես չգիտեմ այնտեղ Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, այսպիսի հասկանալի է դրանք լրիվ գնում են պրոիշխանական, վաղը նաև հասկանալի պատճառներով կմիավորվեն եւ այդ արդեն ուրիշ մի հատ միավոր կլինի ընդդեմ արտախորհրդարանական ու էսպային խորհրդարանական ընդդիմության հավանական միավորմանը, շանսեր ես տեսնում եմ, բայց այստեղ էլի մի հատ մտահոգություն, գիտեք, Ալեն Սիմոնյան կերպարի մասին չէի ուզի խոսեի, բայց ինքը շատ ինքնավստահ եւ չեմ կարծում, որ ինչ որտեղ դա պարաժ էր։ Երբ որ վերջի անգամ հարցադրեցին թարմ ինֆորմացիա եմ ասում, ասեց ես ավելի քան վստահ եմ, որ 51 ու ավելին պետք է ստանանք, դե հասկանալի է, որ ամբողջ իրենց գործիքակազմը օգտագործելու են, ամբողջ այդ ռեսուրս ասածը կիրառելու են այս վերջի բոլոր այս ֆինանսական նվիրատվությունները եւ այլն հասկանում ես, չէ, որ դա տանում է նրան, որ իրենց համար ապահովագրում են հաջորդ իշխանություն լինելու։ Իհարկե, այդ անձնել մտորելու տեղ ունի, որովհետեւ ազգային ժողովից հետո պետք է հասկանան իրան որտեղ են տեղավորելու։ Մի հատ խնդիր էլ դա է։ Իհարկե, բոլորը հիմա ապարում երգում են, որպեսզի հասկանալի է իրենց ղեկավարին հաջողյանան ու տեղ ունեն։ Հիմա կա տեսակետ, որ գնալու են կեղծիքների, ինչքանով է սա հավանական համարում, եւ այս դեպքում ինչը պետք է լինի ընդդիմության գործողությունը։ Ես կեղծիկ ասած, նայեք, իրանց մարտավարությունը շատ հետաքրքիր է ինչով։ Իրենք այսօր տալիս են աստղաբաշխական թվեր, փաստացի ինչի տակ, օրենքի մի հատ հղման տակ, իրենք կարողանում են, չէ, ահռելի քանակի բյուջեից փող դուրս անեն։ Հիմա իրենց խնդիրը հասկանալի է, որ իրենք չեն ուզենա, որ վաղը, այսպես ասած, պիտնո թողնեն ու խնդիր ունենան, հա, օրենքի հետ։ Իրենք իրենց ապահովագրում է այսօր դա է լավագույն դեպքում, որ վաղը իր դուրը ծեծես, ինքը ասի դե ամեն ինչ օրենքով եմ արել ես դա։ Այդ նվերները, չգիտեմ, ֆինանսական օգնությունը անունը եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ ամենալավ պարգևը դա ֆինանսական պարգևներն է լինելու, էլի գնաց մունիցիպալիտետներին, գնաց տարբեր օղակներին։ Ներողություն եմ խնդրում, ուղղակի ձեր խոսքին հավելում անեմ, մենք օրս հրապարակել ենք տեղեկատվություն բաց աղբյուրներից օգտվելով, որ չգիտես որտեղից արտաշատ խոշորացված համայնքը որոշել է փետրվարի 2-ից ուսանողների համար անվճար երթուղի բացել դեպի Երևան, հետո տեսա որ նաև Արարատ խոշորացված համայնքն նույն որոշումը գացել, ասել ձեր ասացի տրամաբանության մեջ նախարար, փոխնախարար, բարձր պաշտոնյաներ միլիոններ կստանան, ուսանողներին, շարքային քաղաքացիներին կսպասարկեն այսպես։ Հա, ուսանող ես, անվճար փողի գործոնը կա։ Այդ եմ ասում, այսինքն ոչ թե փող բաժանել, հա, ֆիզիկապես ինչ որ փորձեն այդ ձև, դրանից ավելի հեշտ տարբերակ կա հիմա։ Իրենք աստղաբաշխական ֆինանսական հնարավորություն ունեն, պետբյուջեն իրենց համար առաջինն է, որտեղից կարելի է շատ լավ մսխել գումար, ինչ որ բանի համար ու իրենք կանեն այդ մեթոդը, այսինքն ինչի գնան ինչ որ այսպես ծուրումուր ճանապարհներով, որը հետագայում իրենց համար լուրջ խնդիր է, որտեղ հաջորդ իշխանությունը, հա, ես այդ շեշտում եմ, մարազնին, հա, այսպես լաբորատոր ձևով ստուգելու է այդ ամեն ինչը։ Մանրադիտակի տակ նայելու է այդ ամեն ինչը։ Ուրիշ բան, որ պետք է հələ մի հատ դու հիմնավորես, ինչքանով էր խելամիտ այդ գումարը պետբյուջեից անելու։ Ինչքանով էր օրինական։ Ամեն օրենք չի որ Իհարկե։ Չպետք է հիմնավորված լինի այդ ամեն ինչը, հիմնավորված լինի։ Եվ այստեղ հասկանում ես, որ ձեր ասածը իրենց համար մեղմ ասած անտրամաբանական, եթե կարելի ավելի լավ գոր, այդ մի հատ օրինակ բերեցիք։ Վաղը մյուս օր, այ լավ բան են անում, չէ, այսպես ասած, ասում են բանը կենսաթոշակային պահը լավացրել ենք, ֆինանսական բանը հա ծերերի համար հեսայելիք ավելացնենք, հետո ինչ են ասում, այս բժշկական ապահովագրման պահը, տեսը ոնց են ներկայացնում ժողովրդին, որ դուք կարող եք օգտվել մի շարք անալիզներից, բուժօգնությունից եւ այլն անվճար եւ այլն։ Այս այ ուսանողների համար, հա, 200 դրամ պետք է տայր, որ գնայր Արտաշատից Երևան, ես եմ տալիս։ Այսինքն այս ամեն ինչը չզարմանաք վաղը կասեն վիվասելի քարտի լիցքավորումը մենք կանենք, որ դուք մի հատ է խոսեք։ Այո։ Ընդհուպ մինչև այդ այնց պրիմիտիվ բան անելու են իրանք։ Պարզա որ իրանք այս պահին խնդիր ունեն, իրանք գիտակցում են, չէ, պայլրջությունը, որ կարող է այն որ ասում է թարս բուսնի։ Հիմա տեսեք, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իշխանությունը այո, գուցե ունի ամենաշատ ձայները, բայց հավաքական իմաստով ամենափոքր ձայներն ունի, որտեղ մի քանի ընդդիմադիր ուժերի ձայներ միացնում են, իրենցից ավել են հավաքում։ Եվ իշխանությունը ըստ էության լավ է հասկանում, որ իր միակ
դաշնակիցը այս ընտրություններում, բացի այս պետական միջոցների մսխումից, բացի Հական Ֆիդանից ու Կայա Կալասից, գլխավոր դաշնակիցը հանրության պասիվությունն է։ Այո։ Որովհետև ինչքան քիչ ընդդիմադիր քաղաքացիներ գնան քվեարկության, այնքան իրենց տոկոսը բարձրանալու է։ Այս իմաստով տեսնում եք աշխատանք ընդդիմություն, թե դեռ պիտի անեն։ Ես շատ լավ հարց եք տալի իրականում, շատ տեղին հարց եք տալիս։ Բոլորիս մտահոգությունը նախ ձեր ասածն է, ինչքան քիչ մարդ գնաց, ինչքան ամորֆ ու ապատի գտնվեցին այս ընտրությունների հանդեպ, պետք է իրանց խերն է, որտեղ չմոռանանք, չէ, իրենք 2 քանի միլիոն ձայնի իրավունք, քվեարկության իրավունք ունեցողից 600,000-ով եկան իշխանության։ Հիմա ստացվում է 3 միլիոն մարդ հարմարվել է այդ 600,000-ի ընտրությանը։ Ու որբիսի այդ ամեն ինչը չկրկնվի, դա մի հատ լավ առիթ է, չէ, որ մի հատ վերաիմաստավորեն իրենց վարքագիծը եւ ընդհանրապես վարած քաղաքականությունը, խոսքը վերաբերում է խորհրդարանական ընդդիմության եւ արտախորհրդարանական ընդդիմության։ Սա ցույցի չէ, որ իրենք պետք է հասկանան, որ շատ դեպքերում իրենց ամբիցիոզ վարքագիծը, իրենց այս եսակենտրոնությունը պետք է տնեն մի կողմ, փորձեն գտնել ընդհանուր եզրեր, կան ընդհանուր հայտարարի, որբիսի եթե գեր նպատակը ինչն է, այս իշխանություններին իշխանազրկելն է։ Հետևաբար, եթե տրամաբանորեն ճիշտ եք ասում, բոլորի ձայները միավորվում են, նոր արդեն դա լուրջ կոնկուրենցիա է լինելու, շատ լուրջ պայքար է լինելու։ Եվ այստեղ մեկ էլ մի հատ խնդիր կա, որ այն ուժերը, որոնք որ շատ ինքնավստահ են իրենց հնարավորությունների վրա, բայց իրականում հազիվ 1% ձայն հավաքողներ են, դրանց ձայնը չփոշիանա, հասկանում եք, ուր եմ տանում խոսակցությունը։ Ես մեկ էլ այդ մտահոգությունը ունեմ, որովհետև շատերը նկատում եմ ինչ որ ամբիցիոզ վարքագիծ են դրսևորում, ինքնավստահ են, որ տպավորությունն է, որ եթե իրենք նախքին ներկա դիսկուսից դուրս են, հեսա ժողովուրդը իրանց այսպես գրգաբաց ընդունելու է, իրենք այն մասան են, որը որ ժողովուրդը ասում է դե գիտեք, ոչ ուզում ենք վերարտադրությունը, ոչ ներկաների վերարտադրությունը։ Հիմա իրենք էլ այսպես այդ հողի վրա կառուցում են իրենց այսպես բանը պատկերացումները, թե մենք ենք գալու, ժողովուրդը իրենց քվեն իրանց է տալու, բայց իրականում գալու են ու մեկ է հոպ մինչև 0.քանի% հավաքել, իսկ գիտեք, էդի բանը։ Այստեղ մի հատ օրինակ նոր կուսակցության երեք եմ նայում, փորձում եմ հասկանալ, այ էլի իրանց գործելը, հա, փորձում եմ ընկալեմ, որտեվ հասկանում ես իրենց խոսույթը, հասկանում ես լավ բան են ուզում անեն, ինչ որ առաջի տպավորությունից, բայց հասկանում ես, որ տակը շատ լուրջ շերտ կա, որ առաջին տպավորությունը ես ասեմ, հիմա նայում ենք, բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակության լայն զանգված բոլորին դեմ է։ Մարդիկ այդ բառի վրա են ուղղակի խաղում, այնտեղ տակը դրված գաղափարները իմ համոզմամբ ոչ մի նշանակություն չունեն, եւ այդ մարդիկ հայտարարում են, որ նրանք կարող են միանալ նաեւ Նիկոլ Փաշինյանին, իբրև թե եթե Նիկոլ իրենց օրակարգը ընդունի, որ 100 օր հետո հրաժարական, ասենք դուք օգնեցիք, Նիկոլ եկավ իշխանության, մի տարի չեք կարող իմպիչմենտ անել, ինքն էլ 100 օրից իր խոսքը չարեց։ Հետո բաց նայ իրանց բանը հետարքիր մեթոդ են ասում, մենք ինքնալուծարվող կուսակցություն ենք, մեր ֆունկցիան այնա, որ գանք այդ 100 օրը ոնց որ տեխնոկրատների նման մի բան ստեղծենք, հետո փոխանցենք իշխան, բայց այդ ժամանակ դու էլի պետք է ընտրության գնաս։ Չէ, բայց ներողություն էլի ընտրություն ա լինելու։ Այսինքն դու գալիս ես, որ 100 օրով ընդամենը իշխանափոխություն ես, պայմանականորեն Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն չլինի։ Մի հատ հարցը դա է։ Չէ, դա ակնհայտա որ զուտ է տերմինի վրա, խելոք տղաներ են մեջները, հիմքը նայում ես բավականին հետաքրքիր տղեկ են։ Հենց այդ դիրքավորումն էլ խելքի մասին է խոսում։ Մարդիկ տեսեք, որպես քաղաքական պրոդուկտ ոչ մի բան չեն կարող անել, բայց կա աշխատող բոլորին դեմ են բառը։ Այո։ Ինչու՞ չօգտվել ես հնարավորությունից։ Բա որ անցանք խորհրդարան, հետո էլ կասենք, այ որ մենք իշխանություն ենք, ինքնալուծվարվենք։ Իսկ հիմա չենք ինքնալուծարվում։ Այո։ Չէ, իրանց մոտ տպավորություն, ես խոսում եմ մեր առաջնորդներից մեկի հետ, շատ լավ երիտասարդ է, ասում է, մեր մոտ ոնց ասեմ ճիշտ ձևակերպում, ոնց որ ջենտլմենական պայմանավորվածություն կա, որ մենք այդուհանդերձ ինքնալուծարվելու ենք եւ չենք ցկտելու, մտնենք ազգային ժողով, լավագույն դեպքում հետագայում որպես նախարար օրինակ, նշանակովի պաշտոն։ Իսկ կա խոստում, ենթադրենք իրենք այս բոլորին դեմ եմ տերմինը օգտագործելով, ասենք ստանում են 5%։ Այո։ Բայց որոշիչ դեր չեն ունենում իշխանությունը ձևավորվում է առանց իրենց, իրենք մանդատները դնում են։ Այդտեղ այդ հարցի պատասխանը, չգիտեմ, իրենց այս 3 թե առաջ օրը եղել է իրենց համագումարը առաջ։ Արդյոք հնչել է այդ պատասխանը կամ հարց եղել է, որի ռեալ պատասխանն է։ Պետք է մի հատ ուսումնասիրենք ամենայնդեպս։ Ես չեմ լսել պատասխանը։ Քաղաքական դաշտը այնուամենայնիվ խայտաբղետ է, մենք դեռ կշարունակենք հետևել։ Այս պահին անհետաքրքիր է անգամ ասեմ։ Այո, դեռ հələ դրայվ չկա, հա, մոտիվացիա չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ հա գնում
են տարբեր Երևակայեք այդ process-ը այդպես է պետք է լիներ, ասենք գնում են տարբեր մարզերում փորձում են մարզը ակտիվացնեն, որտեղ մարզից շատ հավանական հնարավորություններ կա։ Հետո բացում են գրասենյակներ, բան, ագամա առաջի հայացքից հասկանում ես, որ գիտեք, դա էլ լուրջ ֆինանսական ծախսեր, արդյոք պետք է արտարացված լինի, արդյոք այդ հաշվարկը իրենք ունեն ռեալ այդ ամեն ինչը։ Եվ երկրորդը, օրինակ միշտ ինձ մոտ այդ հարցը առաջանում է, բացեցիք այդ ամեն ինչը, քաղաքացիները գալիս գնում են, կոնկրետ այդ տեղը այդ, ասենք Մարդունի համայնքում բացել ես, ֆունկցիան ո՞րն է, գործնականում այդ շենք շինությունը ինչ անելու։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի Դավիթ Կարապետյանը, ցտեսություն կհանդիպենք։